Գինին ծաղրող է ու ցքին կրվազան, ով որ ասոնց անձնատուրը լա, իմաստուն չլար, թագավորին ահը առույգ առյուծին մռնչյունին պես է, ու զանիկա բարկացնողը իրանձին վնաս կնե, կռիվեն ետ կենալը մարդուն փառք է, բայց հիմարը կրվասեր է, ձմեր ըլլալուն համար ծույլը գետինը չի հերկեր, ուստի հունցքի ատենը պիտի մուրա ու բանմը պիտի չունենա։ Մարդումը սրտին խորհուրդը խորունկ ջուրերի պես է, բայց խելացի մարդը զանիկա դուրս կհանե։ Մարդոց մեջ շատերը իրենց բարերարությունը կհրատարակեն, բայց հավատարիմ մարդը ով կրնա գտնել։ Իր անարատությանը մեջ քայլողը արդար է, ուստի անոր որդիները իր ետևեն երջանիկ պիտի լան։ Դատաստանի աթոռը նստողը, թագավորը իր աչքերովը ամեն չարիք կցրվե, ով կրնա ըսել թե իմ սիրտը սրբեցի, իմ մեղքես մաքրվեցա։ Երկու տեսակ կշիրքի քար և երկու տեսակ չափ, հավասարապես տիրոջը առջև պիղծեն, մինչև անգամ տղումը վարքին մաքրությունը և ուղղությունը անոր գործերեն կհասկացվի։ Լսող ականջն ու տեսնող աչքը երկուքն ալ Տերը ստեղծել է։ Քունը մի սիրեր, որպեսի չաղքատանաս, աչքերդ բաց, որպեսի հացով կշտանաս։ Ծախու առնողը գեշ է կսե, բայց երբ երթա, այն ատեն կպարծենա։ Ոսկի ու շատ գոհար կգտնվի, բայց գիտության շրթունքները մեծագին զարդեր են։ Օտարականիմը վրա երաշխավոր եղողին զգեստը առ և օտար կնոջ համար երաշխավոր եղողեն գրավար։ Ստության հացը մարդուն ախորժելի է, բայց ետքը անոր բերանը խիճով պիտի լեցվի։ Դիտավորությունը խորհրդով կհաստատվի, ուստի իմաստությամբ պատերազմր է։ Բանսարկություն ընողը գաղտնիքը կհայտնե,